Ջահերով երթի մասին պետք են նման միջոցառումները, որպեսզի լինեն։ Ինչու՞։ Որովհետև ջահերով երթին նա թորանոս առաջի անգամ ես բերել եմ այսօր իրան 12 տարեկան, որպես շատ հետաքրքրեց, ասի գնացի կտեսնեք թե ինչ բանով ջահերը, բացատրեցի ինչ է սա, ինչի խորհուրդ է և ինչ է բերելու հայ ժողովրդին։ Եվ ինձ թվում է ընդունեց և գոնը մի թեթև կայց արդեն ընկավ իր կրծքում և հասկացա, որ հայերը պետք է այս ամբողջը և հեն միաձուլվեն։ Տեսնում եք, եթե բռունցքը մատները սենց է, ոչ մի բանի չենք, ասում բռունցք երբ որ սարքեցիք, հայ ժողովուրդը ամեն ինչ քաշել։ Ես կյանքում շատ բան եմ տեսել, շատ բան գիտեմ և կարծում եմ, որ մենք միասնությամբ կջախջախենք, կջարդենք բոլոր թշնամիներին, թե ներքին, թե արտաքին։ Դուք ամեն տարի մասնակցում եք ջահերով երթին։ Այո, ես առաջ մինչև գնում եք Ծիծեռնակապետ։ Հիմա քանի որ ոտքը մեծացել եմ, ոտքը սավմա, ես ստեղ որ շարժում են չեմ մասնակցում։ Այսինքն չեմ գնում հասում Ծիծեռնակապետ, որ դժվար է, տարիքի ամեն օր։ Իսկ առհասարակ հավատում եք, որ թուրքերի հետ խաղաղության հասնել հնարավոր է։ Գիտեք, իմ կյանքի փորձը ցույց է տալիս, ասում եմ, հարևանիդ հետ ընկերությունն արա, բայց գավազանը ձեռքից էլի բաց թող։ Հիմա մենք սրանք Նիկոլա իր մարկանցով ասում է չէ մենք խաղաղ ենք առանց տկլոտ, թագավորը որ մեկ եղավ, ոնց կարող է նա պայքարի, պետք է հանգնված, միշտ գավազանը ձեռքին, երբ որ փորձեն իրեն վնասել, նա կարող է գավազանով հարվածել։ Մենք պետք է այդ դևիզը միշտ պաշտպանենք, ունենք մենք փոքր ազգ ենք, մեծ սրտով բայց։ Տեսեք, այս դեպքում ինչու է Փաշինյանը ամեն անգամ փորձում կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության իսկությունը։ Որն է նպատակը։ Կներեք, ինքը ինչը կասկածի տակ չի դրել։ Կասեք մի բան, որ ինքը կասկածի տակ չի դրել։ Կա տենց բան։ Մի բան ասեք, որ կասկածի տակ ցեղասպանությունը կասկածի տակ դրեց, 5000 մարդու սպանությունը կասկածի տակ է դնում, 12000 վիրավորի եղածը կասկածի տակ է դնում։ Ինչ է արել վավշե ինքը մանկապարտեզում 2 դպրոց է վերանորոգել կամ անորակ ասֆալտ է սարքել։ Ես չէ որ լավ գիտեմ այս կյանքի, ես ինքս ղեկավարել եմ, լավ գիտեմ թե ինչ է նշանակում դա։ Մեզ պետք չի տես ղեկավար։